Ինչպես կասեր Արեգնազ Մանուկյանը, ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մեր հոգավորից, այսօր ինչպես տեսաք, իմ հետ ոդքասթը վարելու է Աննա Ավետիսյանը, Մայր Հայաստան խմբակցության Երևանի ավագանու ներկայացուցիչ, անդամ, եւ այսօր կրկին մենք խոսելու ենք բռնաճնշումներից, բռնատիրությունից, հետապնդումներից, մի խոսքով այն այլանդակություններից, ինչ կատարվում է Հայաստանում, արդեն գիտեք, որ Ալեքնազը 10 օր առաջ, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ կալանավորվեց, ուղիղ մեկ շաբաթ, եւ այսօր Ալեքնազը հայտարարություններ տարածել քրեակատարողական հիմնարկից Աբովյան փաստաբանների միջոցով, որտեղ մի շարք կետերի էր անդրադարձել, հետո պարզաբանումներ նա եւս կներկայացնի, այնտեղ նշված էր թե ինչի հետ է կապված այդ պարզաբանում ներկայացնելը, Աննա Ալեքնազի հետ կապված բավականին կոշտ միջոցառումներ են ձեռնարկվել, սա իշխանությունների բարոյականության այդ ամբողջ բարոյականությունը այստեղ բառը ճիշտ չէ օգտագործելը, երևի ինչ կասես Ալեքնազի հետ։ Մենք սպասում ենք Ալեքնազի վերադարձին, ով անհիմն կալանավորվել է այսօրվա իշխանության բռնաճնշումների հետևանքով եւ նրա խափանման միջոցը եւս բավականին կոշտ է, հաշվի առնելով, որ Ալեքնազը կին է եւ իր խնամքին ունի անչափահաս երեխա, այս աննախադեպ իրավիճակը մեր երկրում այս իշխանության շնորհիվ կարծում եմ այսքան քաղաքատարկյալներ երբևէ չեն եղել։ Եվ մեկ կարևոր փաստ եմ ես ուզում ներկայացնել, ես նշեցի պարզաբանում կներկայացնի Ալեքնազը, ավելի փակակցեր կբացի, խոսքը վերաբերում է այն հարցադրմանը, որը հնչեցրել է Ալեքնազը իր այդ հայտարարության մեջ, նա նշում է, թե ինչն է օրինակ մայիսի 23-ից ավելի շատ մայիսի 23-ին ինչ չեն իմացել գործող իշխանությունները, ինչ իմացել են արդեն 1.5 ամիս հետո, երբ իրեն ձերբակալել են Անդրանիկ Թևանյանի այդ շինծու քրեական գործի համատեքստում, այսինքն խնդիրը ինչումն է, Ալեքնազը ինչպես ինքն է նշում, հիմա կալանավայրում գտնվում է Անդրանիկ Թևանյանի շինծու քրեական գործով, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին մայիսի 22-23-ին, Ալեքնազին հարձակնեցին, խուզարկեցին իր բնակարանը, բայց այդպես ամիս ու կես անցավ, հետո ամիս ու կես հետո եկան իր հետևից եւ տարան կալանավայր եւ խիստ ռեժիմով, ինչ չգիտեին մայիսի 23-ին, որ հետո իմացել են, ասենք հունիս ամսվա ընթացքում, այ ամբողջ խնդիրը դրանումն է, միջև հուլիսի 9-ը, այո, եւ Ալեքնազը այդ փակագծերը շուտով կբացի եւ ներկայացնենք մեր այսօրվա հյուրին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Տիկին Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, մեզ միշտ հաճելի է ձեր նման մասնագետներին եւ մարդկանց հյուրընկալելու։ Տիկին Ալավերդյան, մեր զրույցը սկսենք մի նախաձեռնությունից, որը ես անձամբ շատ եմ կարևորում, խոսքը վերաբերվում է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովին, որի Անդրանիկ մամուլի ասուլիսը տեղի ունեցավ 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, հայտարարվեց հիմնադրման մասին, ինչու եմ կարևորում, որովհետև 18 թվականից հետո քաղաքահասարակություն կոչվածը, որ մինչև 18 թվական իրեն ներկայացնում էր որպես ժողովրդավարության մարդու իրավունքների եւ մնացած բոլոր իրավունքների պաշտպան, հանկարծ 18-ից հետո իրենք դարձան իշխանապաշտպաններ կամ նիկոլապաշտպաններ եւ կարծես հասարակությունը սովորական քաղաքացին, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները ուղղակի անպաշտպան մնացին պետական ռեպրեսիաների, պետական իշխանության հետապնդումների առջև ում ուզում ձերբակալում են, ինչքան ուզում ձերբակալում են, ինչքան ուզում կալանավորում են եւ այս առումով խոսացող չկա քաղաքասարակությունից։ Դե հասկանալի է դատարանները իրանցն են, իրավապահ համակարգը իրանցն է, այն ժամանակ եթե ինչ-որ անարդարություններ լինում, խոսում էին իրեն, քննադատում էին նախորդ իշխանություններին, հիմա հիմնականում բերանները ջուր առած հետևում են, շատ դեպքերում նույնիսկ խրախուսում են իշխանությունների այս բռնաճնշումները եւ այս մթնոլորտում նման կառույցի
կարևորությունը առավել քան է եւ ինչից առաջացավ Տիկին Ալավերդյան նման համախմբված, համակարգված հանձնաժողով ստեղծել եւ պայքարել այս իշխանությունների բռնաճնշումների դեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Ես պետք է ասեմ, որ այդ նախկինում այդ քաղաքասարակության որոշ ակտիվ այդ տարրերը այդպես չի որ 18 թվականից հետո է, նրանք մոտեցրել են 18 թվականը։ Այսինքն նրանք աշխատում էին, փաստորեն եւ դա բարձրեց այսօր պետք է չի դա ապացուցելու համար ինչ որ նոր փաստարկներ, նրանք ոչ թե երևույթի դեմ էին պայքարում, այլ անձանց դեմ, ովքեր կողմնակից էին Արցախի անկախությանը։ Եկեք փակագծերը բացենք։ Այո, ճիշտ է։ Որ հստակեցնենք, ես հիշում եմ տարբեր դրվագներ Տիկին Ալավերդյան։ Եվ երբ որ մենք դա չենք ասում, ստացվում է, որ այս ինչ բան է, մի հատվածական մոտեցում է, այս սա արեցին, սա անարեցին, նա արեցին։ Կներեք 18 թվականին եկած այդ թիմը, նրանք ունեին արդեն ծրագիր, առնվազն երկու միասնական նպատակը դրված էր, այդ առաջին նպատակը արդեն իրականացվել է, Արցախը օր առաջ բռնակցել նորից հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը ինչի մարվում է դարձնել տարածք, որը ծառայում է ամբողջովին եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Տիկին Ալավերդյան, ես լրացնեմ ձեր ասածը 20 թվականի պատերազմի նախորդին, այսինքն դրանից մի քանի ամիս կամ 1 տարի առաջ, այդ նույն քաղաքասարակության ներկայացուցիչները լսվեցին Արցախում, ինչ որ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից էին խոսում, որը շատ տարօրինակ էր։ Այո, ես ուղղակի որպես ինչպես ասում են վետերան այս ամեն ինչի, իմ աչքի առաջ է դա եղել։ Ես շատ ցավագին եմ ընդունել իմ նախկինում գործընկերների, որովհետև մենք միջոցառումներ էինք միասնական անում, ունեինք ինչ որ կարգախոսներ, որոնք ես կարծում եի բոլորս պետք է լինենք միշտ հավատարիմ, իրականում կրկնում եմ, այսօր պարզ է, որ նրանք պարզապես էլի եմ ասում, նախկին ոչ թե քաղաքականության, այլ այդ գործիչներին եւ իրենց քաղաքականությանը, որը որ վերաբերվում էր Արցախի եւ Հայաստանին, այսինքն Արցախը պետք է անկախ լիներ, Հայաստանը չպետք է ծառայեր թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Հիմա ես բացեմ փակագծերը, կարծես թե ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեմ թաքցնում, որ իրենց քաղաքականությունը մնացել է անփոփոխ։ Այն է հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Ինչպես հիմա պատերազմներն են հիբրիդային լինում, նույնը ցեղասպանությունն է հիբրիդային լինում։ Այդպես չի, որ հիմա ցեղասպանությունը պետք է իրենք թուր թվանգը հակած միանգամից բանանեն, ինչպես Արցախում են արել։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում, այդ թվում այդ բռնաճնշումներ, քաղաքական բանտարկյալներ եւ այլն, դրանք մեկ շղթայի օղակներն են։ Արցախի հանձնումը, պատերազմը, հրավիրված պատերազմը, այդ պայմանավորված այսպես կոչված զինադադարն ու հիմա այդ դա բոլորը մեկ կրկնում եմ շղթայի։ Հիմա այդ շղթայի մեջ քաղաքական այդ բանտարկյալները կարևորագույն նշանակություն ունեն։ Ինչով Տիկին Ալավերդյան, ինչով են փոխկապակցված։ Դա եմ ասում, փաստորեն նայեք, դուք որ ասեցիք հիմա ավելի շատանում են, բոլոր այսօրվա այդ քաղբանտարկյալները եւ շարունակվելու է անպայման, որովհետեւ սեպտեմբերին մեզ սպասում են թիմ ընտրություններ, որևէ մեկը հանկարծ չմտածեք, որ ահա մենք այսօր կխոսենք, կքննադատենք ու ինչ որ մի բան միանգամից կփոխվի, ոչ, կա ծրագիր, այդ ծրագիրը Հայաստանը դարձնել տարածք, որը ամբողջովին սպասարկում է ոչ միայն թուրք-ադրբեջանական եւ այդ միասնություն եւ այլն, այլև ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների նախ եւ առաջ այդ արևմուտքի դրանց շահերն են պաշտպանում։ Այսինքն մենք գործ ունենք բավականին հզոր այդպիսի մի համակարգի հետ, որը տարիներ շարունակ ես կփորձեմ պնդել, որ 98 թվականից հետո աշխատել են թիմ հավաքել այստեղ այնպիսինը, որը ոչ միայն կկատարի իրենց, այլև ինքը գրողը կլինի այդ
գաղափարախոսության։ Այն ջոկել են էլի տեկին Դա արավ։ մեկ-մեկ, եթե Հատընտիր դուք, ընտրված։ այո, մեկ-մեկ, ես ժամանակին 18 թվականին ես նայել եմ այդ Գերագույն խորհրդի падգամավորների կենսագրությունը, բոլորը անցել են գրեթե նույն անուն սեմինարներով, պատահական չէ ես որ ասել եմ, որ դրանք սեմինարիստ են, այդ սեմինարներում մենք էլ ենք անցել, բայց իրենք տեսել են, որ մեր սերնդի հասարակական կազմակերպությունները կոփված են եւ չեն պատրաստվում նոր գաղութներ դառնալ արևմուտքի համար։ Տիկին Նոր Ալավերդյան, գաղութներ Չեն տրվում իրենց գաղափարներին։ չեն, այո, մենք ունեինք խնդիր ազգային պետություն եւ ժողովրդավար պետություն ունենալ։ Այո, հիմա Իսկական ժողովրդավար։ իսկ այո, Տիկին Ալավերդյան, տեսեք այո, դուք նշում եք, որ գլոբալիստները եւ այլն, այո, այդ նույն գլոբալիստները մինչեւ 18 թվականը իրենց ներկայացնում են որպես մարդու իրավունքների ժողովրդավարության գերպաշտպաններ եւ միլիոնավոր դոլարների գրանտներ էին տալիս այդ ձեր նշած ջոկած հատնտիր ներկայացուցիչներին, գաղափարակիրներին, որպեսզի իբր Հայաստանում զարգացնեն ժողովրդավարությունը, բայց դրանից հետո 18-ից հետո, հա, այ մոռացան ժողովրդավարությանը, հիմա սկզբից Արցախներ, հետո հիմա խաղաղությունից են խոսում այդ նույն։ Այո, դուք հետաքրքիր բան ասեցիք։ խաղաղությունից։ Մենք էլ ենք, մենք կազմակերպությունը գրանտներով էր աշխատում։ Ինչ է տեղի ունեցել։ Նրանք ոչ թե նախապես գիտեին ում է, նրանք կներեք այդ խոսքից խախալել են այդ տարիների ընթացքում։ Ես հատուկ ուսումնասիրել եմ այդ ֆոնդա գրանտ տվողների այդ քաղաքականությունը։ Ես եղել եմ Լոնդոնում մի ամիս ավել մի տարբեր հարցերով ու ես ուսումնասիրել եմ, այո, միշտ իրենք մտնում են որևէ պետություն, միշտ հավաքագրելով իսկական նվիրյալներին, հասարակական շահին ծառայողներին եւ այդ ընթացքում սկսում են ընտրել այն խմբերը, ովքեր կծառայեն ոչ թե հասարակությանը, այլ ահա այդ գրանտ տվողների, այդ փողատերերի հետագայում եւ դրա վրա անցնում է մոտավորապես 15-ից 20 տարի անցնում է։ Ես ուսումնասիրել եմ։ Այսինքն դաշտը լայն են վերցնում, հետո այն մնացածի մաղում են, մնում են կատարողները։ Մեր կազմակերպությանը զրկել են միանգամից բոլոր այն ծրագրերից, որոնք օրինակել էին համարվում, որովհետև մենք ուղղակի աշխատում ենք եւ այլն։ Այսինքն ես անցել եմ այդ ճանապարհը, մեր կազմակերպությունը անցել է այդ ճանապարհը։ Հիմա քաղբանտարկյալները այսօրվա, դրանք ոչ միայն քաղբանտարկյալներին, օրինակ Amnesty International-ի իմաստով, նրանք պլանավորված, նպատակասլաց բռնաճնշումները ունեն նպատակ ամբողջ հասարակությունը դարձնել հլու հնազանդ։ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ երբ որ նվաստացնում են Գագիկ Ծառուկյանին, դա զուտ Գագիկ Ծառուկյանին չէ, ես չեմ էլ ուզում այդ խոսքը արտահայտել, այդ խուլիգանական այդ կներեք ինձ հարիր չի ընդհանրապես, այո, դա խուլիգանական Փաշինյան Նիկոլի բառերը կրկնել այո, բառապաշար, այո։ Հիմա նայեք, դա նշել է, որ դա ոչ թե զուտ Գագիկ Ծառուկյանի, թեկուզ մասնավորապես իրենա, այլ դա ամբողջ հասարակությունն է այդ վիճակի մեջ դարձել, այսինքն մեզ ուզում են տեսնել ամբողջովին նվաստացած, կոտրված, հիմա ես կոչ եմ անում բոլորին հիասթափեցնել այդ քաղաքականության վարողներին, հակառակը այդպիսի, ինչպես ասում են դիմադրությունը, ինչ ուժով իրենք սեղմում են, պետք է մենք ավելի ուժգին դիմադրենք։ Հիմա քաղբանտարկյալները ինչի են որոշել հանձնաժողով ստեղծել, որովհետև օրինակ ես անձամբ զանգել եմ մի քանի տեղ ու խնդրել եմ, արդյոք կա միասնական շտեմարան։ Ինչքան քաղբանտարկյալ կա, ով ինչով է հետապնդում։ Որովհետև ոչ միայն նրանք, ովքեր այսօր են հայտնվել ճաղերի ցանկում կամ տնային կալանքի, այլ ընդհանրապես 18 թվականից եւ ինչպիսի պատճառներով դրանց ժամանակին մեղադրել են, կոպտել են, փորձել են եւ այլն եւ այլն։ Մենք չունենք այդպիսի շտեմարան։ Այնինչ մեր կազմակերպությունը ունի հզոր փորձ
երբ որ մենք զբաղվել ենք անհայտ կորածներ, պատանդ, զինգերիներ եւ այլն, մենք ստեղծել ենք միասնական շտեմարան։ Այդ շտեմարանի մեջ մանրակրկիտ ամեն մի անձի համար մենք ունենք քարտ եւ ցուցակը ուներ վերին աստիճանի կազմակերպված այսպես ձևով, մենք դա կարողացել ենք տարածենք աշխարհով մեկ։ Հիմա կհասցնեք Տիկին Ալավերդյան, որովհետև ամեն օր առավոտյան Facebook-ը բացում ես, մեկի նկատմամբ քրեական գործ է, մեկին կալանավորեցին, մեկին հետախուզեցին։ Այո։ Տիկին Ալավերդյան, երբևէ եղել է այսքան, որ շատ քաղբանտարկյալներ լինեն։ Ոչ, որովհետև կրկնում եմ, չի եղել այն նպատակադրումը դարձնել Հայաստանը գաղութ։ Չի եղել դա, եղել է ուրիշ բան, իշխանությունը ուժեղացնել, մեղմ կամ փափուկ ավտորիտար մեթոդներով, Այսինքն իշխանությունը պահեցին, թուլացնում են։ Այն ինչ որ ներհատուկ է ընդհանրապես իշխանություն, բոլոր այն թերություններով, որոնց մասին Փառք Աստծո ձեր խոնարհծառան միշտ խոսել է եւ առաջինի եւ երկրորդի եւ երրորդի ժամանակ ու ես միակը չէի, այսինքն մենք հստակեցնենք, որ այն ժամանակ չի եղել այդ նպատակադրումը Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական քաղաքականության սպասարկող եւ տարածք եւ ժողովուրդ։ Այսինքն կոնցլագեր են սարքում, Տիկին Ալավերդյան։ Այո, սա բոլորովին այլ ծրագիր է, էլի եմ ասում, թե առաջինը, թե երկու, առաջինը մասին ընդհանրապես կարող ենք առանձին խոսել, որովհետև այն ժամանակներից է եկել այդ թեզերը, որ մենք պետք է մեր հարևանների հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամանանք, ցեղասպանության համար պետք չէ բան անել, այո, այո, Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց բարձր ինչ որ կարգավիճակով, այդ բոլորը առաջինի ժամանակներից։ Տիկին Ալավերդյան, այդ հասկանալի է, ուղղակի տեսեք, հարաբերությունները պետք է նորմալանան, խաղաղություն պետք է լինի, այդ բոլորն են ընդունում, բայց ոչ մեկ չի ընդունում հիմա իրավիճակով ռեալները հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը պետքա լինի կզածի կարգավիճակում, Հայաստանից այդ խոսքն է, որ ես միակողմանի։ Հենց նայեք ոնց է։ Դուք ասում եք ինչ հարաբերությունները մի մարդու մի ձեռքը ծափ է տալիս։ Չէ, իհարկե, դրա համար ենք ասում։ Այսինքն մենք հստակ բոլորս տեսնում ենք ու ամեն ինչ արվում է նույն այդ Ադրբեջանի ղեկավարի կողմից, որ նա ցույց է տալիս, որ չկա այդպիսի խաղաղության ինչ որ մի պայմանագիր, դա կապիտուլյացիա է։ Ինքը դա անընդհատ կրկնում է եւ անընդհատ ցույց է տալիս։ Ես չեմ հիշում օրինակ դեպք, երբ մեր նախորդ ղեկավարներից որևէ մեկը հանդես գալ ամբողջական, չգիտեմ, արևմտյան Հայաստան, ծովից ծով Հայաստան սարքելու ծրագրերով, Արցախը մերն է, Բաքուն մերն է, չգիտեմ, ուշն ու սասունը մերն է։ Երբեք որևէ մեկը նման բառապաշարով չի խոսել։ Միակ մարդը, որ խոսել է, իրենք ավելի գրագետ են։ Կներեք, հազար ներողություն, այս իշխանությունների ամենաաչքի ընկնող, աչքի զարնող, ամենախայտարակ դիմագծերը դա հրետորաբանությունն է, փողոցային, խուլիգանական, հատուկ շեշտադրումներով, որը հատուկ չէ կիրթ խավին ոչ հատուկ շեշտադրումներով։ Դա մեկ եւ երկրորդը հստակեցնենք, որ որևէ մի իշխանություն դրանից, որ մենք ունեցել ենք առաջի, երկրորդ, երրորդը, չէր մոռանում մի բան, որ մենք նոր անկախությունը ստացած, բայց հին քաղաքակրթական պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Եթե մենք Կարսի մասին Եթե մենք Կարսի մասին հիշում ենք, Տիկին Ալավերդյան, այդ չի նշանակում, որ մենք Կարսը պահանջում ենք Թուրքիայից հետ վերադարձնել Հայաստանին։ Ճիշտ է։ Կամ եթե հիշում ենք Մուշի մասին, օրինակ բոլոր նախագահներն էլ հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին եւ նշել են, որ սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների։ Այդպես է եղել, չէ՞։ Գիտեք, տեսեք ինչին է հասել այս իշխանությունը։ Հիմա դուք ստիպված եք
այդ բաները ասել, որ մեր լսարանը վերհիշի, որ իրապես որևէ մեկը չի եղել, ասում է պատերազմի կուսակցությունների վրա, դե չի եղել այդպիսի բան։ Դա абսուրդ է Տիկին Ալավերդյան։ Խիստ հակառակը։ Ոնց է եղել պատերազմը ընդհանրապես։ Ադրբեջանը հարձակվել է։ Միշտ Ադրբեջանը խախտել է անկան ժամանակավոր զինադադարները։ Այսինքն միշտ հայկական կողմը առաջինի, երկրորդի, երրորդի նախագահների ժամանակ միշտ հանդես են եկել հստակ խաղաղ ճանապարհով եւ կարողանալ հստակեցնել խաղաղությունը, ոչ միայն զինադադարը։ Ադրբեջանը դրան չէր գնում, ու վերջերս Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ ասեց դաս տալով Ուկրաինային, որ չհամաձայնվեք այդ ձեր օկուպացիայի հետ, միշտ, այսինքն եւ հետաքրքիր բան ասես, որ մի քանի գերտերություն ցանկանում էին, որ Արցախը եւ Լաչինի միջանցքը անցնի Հայաստանին։ Դա ուղիղ հակասում է Փաշինյան-Նիկոլի այն հայտարարություններին, ով ասում էր ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմին եւ պատրաստ է Ադրբեջանին տալ, եւ մեկ բան էլ նշենք, որ միակ ղեկավարը, ով ասել է Արցախը Հայաստանի եւ վերջ, դա Փաշինյան-Նիկոլն է։ Գիտեք, ոչ մի ղեկավար նման հայտարարություն, սադրիչ հայտարարություն չի արել Տիկին Ալավերդյան։ Ես էլի եմ ասում, անգամ առաջինը, որ ասում եմ, ասել է Հայաստանը համաձայն է, չէ, նա ասել է Հայաստանը, որ մնա Ադրբեջանի կազմում, չի ասել, որ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Ասել է, որ քաղաքական, ես միշտ քննադատել եմ դա, ես հիշեցնեմ, բայց միակ մարդը, որը դա ասել է, դա եղել է այո քաղաքացի Փաշինյան Նիկոլը եւ շատ կարեւոր ինքը պարծենում է դրանով։ Տեսեք, Պարծենալը ո՞րն է, դրանից հետո պատերազմ սկսվեց, հետո բայց ինքը պարծենում է դրանով եւ ասում է ես պետք է ավելի շուտ ասեի, կարելի էր պատերազմը չունենալ եւ հանձնել։ Չկա այդպիսի։ Չէ, սկզբից ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, եկավ պատերազմ։ Եկեք այդ հետո նոր ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Չէ, նայեք, երբ որ ինքը ասել է Արցախը Հայաստանը ու վերջ, դա նման է այն կոչին, որը ժամանակին Ֆրանկոյի ժամանակ Իսպանիային, над всей Испанией чистое небо։ Դա կոչ էր Ադրբեջանին, որ կարող ես սկսել պատերազմը։ Դա սադրանք է։ Ես մի քանի անգամ անընդհատ դա նշում եմ, որ ոչ թե ինքը խափում էր, ասում են երբեր դու ճիշտ։ Ինքը ճիշտ էր 1998 թե 2002 թվականներից հայկական ժամանակերպանից է աշխատել։ Այ, չգիտեմ, այդ թվերից լրագիր էր հետո փոխվեց հայկական ժամանակի հենց առաջի օրվանից նա միշտ ասում էր նույնը։ Նա հայացիացությունը, որը տարածվում էր հայկական ժամանակ դեղին թերթից, գերազանցում էր ադրբեջանական կայքերում հայացիացությունը, քանի որ ես ադրբեջաներեն էլ տիրապետում եմ, ես միշտ եւ աշխատանքս էր այդպիսինը հետևում էի ադրբեջանական կայքերին եւ թերթերին այնքան ինչքան որ էլեկտրոնայինում կար։ Չկար այդպիսի հայացիացության այդ աստիճան հայացիացությունը, որը տարածվում էր հայկական ժամանակ թերթից եւ որը շարունակվում էր։ Ես մի բան եմ նշեմ Տիկին Ալավերդյան, հիմա որ քննադատում է Տիգրան Մեծեն խոսում ծովից ծով Հայաստան են ուզում միջազգային հարթակներում միակ ղեկավարը եղել է քաղաքացի Փաշինյան Նիկոլը, որը խոսել է Տիգրան Մեծի Հայաստանից։ Որևէ այլ ղեկավար ես չեմ հիշում, որ Մյունխենում Ալիևի հետ այդ բանավեճ կոչվածի ժամանակ խոսում էր Տիգրան Մեծ, ծովից ծով Հայաստան, ճիշտ է։ Ես պետք է ասեմ, թող ինձ ներեն բոլոր իրաջատակողները, նա անգրագետ է։ Ես էլի եմ ասում, դրա համար իրեն դիպլոմը չեմ տվել։ Այդպես չի, որ դա քաղաքական հետապնդումների հետևանք էր։ Եթե դուք հիշում եք, անգամ իշխանության գալուց հետո ինքը ուսումնասիրում էր որոշ փաստաթղթեր, լինի դա բանակցային, եւ ասում էր, ահա ես բացահայտել եմ սա։ Այսինքն նա տեղյակ չի դրա մասին, մեկ, բայց ինքը ուներ այդ գաղափարը, որ Արցախը դա պետք է Ադրբեջանին մնա ընդմիշտ, ինքը այդ գաղափարով էր մտել քաղաքականություն։ Կապ չունի, պատգամավոր էր, պատգամավոր չէր, խմբագիր էր այդ դեղին թերթի, ինքը կրողն է այդ գաղափարի, եւ էլի եմ ասում, դրա համար այդ թիմը այդպես է հավաքվել։
որ այ բոլոր նրանք, ովքեր տարբեր աստիճանով արտահայտում էին այդ միտքը, որ հերիք այլ հոգնել են, հլա չեն պայքարել, բայց արդեն հոգնել են եւ այլն, պետք է խաղաղություն, մենք պետք է ենթարկվենք, եկեք այդ խոսքը ուղակի ընդգծենք այսօրվա խաղաղության այդ բոլոր ճառերը դա ենթարկվելու ընդ որում ես խոսում եմ ժողովուրդը իմ շատ է պես ճանաչում են մոտենում են բա ինչ անենք իրանք ավելի ուժեղ Այո հիմա Այսինքն- այդ բանը Տիկին Ալավերդյան տեսեք Այո. դուք այսպես խոսում եք Այո. իրենք ասում են տեսեք Տիկին Ալավերդյանը պատերազմ է քարոզում Դա- պատերազմ է ուզում այ ռևանշիստները բռնեք ռևանշիստներին որևէ մեկը թող ասի որ նա ավելի շատ է հանդիպել ադրբեջանցիների հետ 92 թվականից մինչև 2010 թվականը թող մեկն ու մեկը գլուխ գովա եւ այդ բոլոր հանդիպումների ժամանակ կրկնում եմ ես հասարակական կազմակերպություն մարդու իրավունքների պաշտպան падգամավոր հանդիպումները ես միակ մարդն եմ երևի որը մի 5 անգամ հրավիրվել է Բաքու միջազգային տարբեր կոնֆերանսների Եվ ես այնտեղ ելույթներս ունեցել եմ անգամ ուղիղ եթեր եմ ունեցել եւ որևէ մեկը չի կարողացել ինչ որ ձևով լսել երանգ անգամ պատերազմական հակառակը երբ որ ելույթներից մեկի ժամանակ մեկը տեղից բորբոքվեց որտեվ ես ասել եմ դուք ասում եք զավթած մենք ասում ենք ազատագրած նախագահի ներկայացուցիչը Ադրբեջանի ասեց որ դուք շատ եք լսում ուղիղ խոսքը անկեղծ խոսքը հայերից լսեք վերջապես թե ինչ են ասում արդյոք դուք ես ասացի արդյոք դուք լսում եք ինչ որ ատելություն է ասեցին ոչ բոլորովին այսինքն դա կներեք ես Բաքու եմ ծնվել մեծացել ես չունեմ այդ էթնիկական մոտեցում Բայց Նիկոլ Փաշինյանի Գեբելսյան քարոզությանը հաջողվեց բոլոր նախկինների վրա կարել պատերազմի կուսակցություն այդ պիտակը Տիկին Ալավերդյան Ես ասեմ ձեզ ինչ է արվել ինչումն է ուժը այդ թիմի եկեք խոսենք այն ինչ որ կա դա այդ ինֆորմացիոն դեզինֆորմացիոն պատերազմն է եւ այստեղ իրենք ունեն 100%-ով հաղթած դաշտ Համաձայն եմ այսինքն այն դեզինֆորմացիան որը որ կարողանում են իրենք տարածել զավթելով բոլոր փաստորեն հնարավոր այդ ալիքները մենք փաստորեն ձեզ հետ Սոցցանցերը ալիքներ Տիկին Ալավերդյան ամեն ինչ ինչքան ուզում է շատ մեծ լինի մեր լսարանը Իրենց չի հասնի 10% Հ1-ի լսարանը ճիշտ է այսինքն նախապես դա պատրաստված է մենք ունենք խնդիր երբ որ ասում են 700,000 մարդ է քվեարկել Ես էլի մի սուտ բացեմ, որ ասել է Փաշինյան Նիկոլը, ասել է եթե 350,000 մարդ իմ դեմ քվեարկե, ես հրաժարական կտամ 600,000-ից ավել դեմ են քվեարկել։ Նա չի ասել, որ եթե լինի այսքան կամ այսքան, ասել է եթե 350,000 մարդ իմ դեմ քվեարկի Ես հրաժարական կտամ, ուր է այդ հրաժարականը։ Տիկին Ալավերդյան Մի բան էլ հիշեցնեմ, կհիշեք ինքը ասաց նաև եթե ես 50+1 ձայն չհավաքեմ, սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այդ դա օրինակ դուք ոնց եք գնահատում։ Դա հոգեբանական ճնշում է, թե նորից ինչ որ մեսիջ թաքնված։ Ոչ մի հոգեբանական։ Դա նորից նոր պատերազմ հրավիրելու այդ ուղակի կոչն է, ուղակի արդեն ինքը ասում է ժողովուրդին, նայեք հա, այսինքն նա ապացուցում է դրանով, որ են պատերազմնել է ինքը հրավիրել, դա մենք պետք է կարողանանք նայենք իր խոսքերին, եթե միայն հավաքագրենք, միայն իր արտահայտությունները, դա բավարար է դատական ժամանակ որպես ինքնախոստովանություն ցույց տալ որ իր բոլոր գործողությունները իրենց մեջ պարունակում են ամենածանր հանցագործությունների հատկանիշները մեր քրեական օրենսգրքի համաձայն դա 28-րդ գլուխն է 29-րդ գլուխն է որտեղ խոսվում է պետական անվտանգության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ ես ոչ մի խոսք չեմ ավելացնի որովհետեւ այդքան ես չեմ ասի
ինչքան ինքը իր մասին ասում է եւ դրանով Այսինքն ինքնախոստովանական ցուցմունքներ ինքնախոստովանական ցուցմունքներ են դրանք բոլորը եւ այս առումով մենք խնդիր ունենք հասարակության մեջ մեր հասարակությունը կարողացել են տարիներ շարունակ դարձնել այն աստիճան ինչպես ասեմ իրենց ինքնությունը կորցնող ազգ ենք մենք հիմա Քաղաքական գիտակցությունը թույլատրել է մենք ուղղակի ինքնությունը կորցնող մի համայնք ենք այսօր եւ այդ աշխատանքի մեջ լծված է ոչ միայն այս իշխանությունը այլ լծված են եւ կրկնում եմ իրենց այդ ջատագովները եւ բոլոր նրանք ովքեր որ երկրի մեջ մնում են ջատակով չեն հասկանում ես ցավակցում եմ իսկ նրանք ովքեր միտումնավոր էլի համաձայն են դառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի որպես Թուրքիայի կցորդը ես համարում եմ դա այո գործողություններ որ իր մեջ պարունակում է ծանրագույն նաև արժե համակարգային ճգնաժամ է Տիկին Ալավերդյան դուք նշեցիք այդ մարդկանց հա օրինակ Արեգնազ Մանուկյանին ձերբակալեցին հետո այդ լուրերը որ դրվում է սոցցանցերում բա նայում ես մեկ-մեկ այդ կոմենտ գրողներին հա նու հիմնականը դե ֆեյքեր են ովքեր ողջունում են բայց ֆեյքներ գրողը էլի մարդա չէ հասկանալի է այնտեղ դավաճան գնդակահարել չգիտեմ էս անել են անել այդպիսի կոչեր եւ այլն ու նայում ես կան կանայք ասենք պատկառելի տարիք ունեցող ովքեր ֆեյքերից բետար նույն կոչն են անում այսինքն երիտասարդ կնոջը ձերբակալել են որի խնամքին կա անչափահաս երեխա եւ տարեց մայր այո եւ թույլ չեն տալիս սահմանափակում են ասում են այ ճիշտ են արել պետք է ավելին անեին պատի տակ կանգնացրեք ես արեք այնա Տիկին Ալավերդյան լավ ինչպես գլորվել այդ աշճանի ես չեմ հասկանում նայեք դա բավականին լավ մշակված տեխնոլոգիաներ կան ես դրա համար եմ ասում որ մեր դեմ աշխատում են ոչ միայն այդ կիսագրագետ այդ իշխանության եկած այդ անդամները այլ աշխատում են վերին աստիճանի հմուտ քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաների չմոռանաք որ նրանք նախկին գաղութատերերն են Եվ տիրապետում են ամբողջովին այդպիսի տեխնոլոգիաներին մեկ երկրորդը Հայաստանի Հանրապետությունում այ ես եթե խոսում ենք առաջի երկրորդ երրորդին մի քանի անգամ հնչեցվել է եւ ես ամենահամեստն եմ դրանց շարքում որ կա խնդիր ոչ միայն արտաքին անվտանգության ոչ միայն էներգետիկ կա ներքին անվտանգության խնդիր ներքին անվտանգության նշանակությունը չի այն աստիճան չի գնահատվել մեր ղեկավարության կողմից եւ մենք այո հասարակության մեջ դաժան վերաբերմունքը ճիշտ ժամանակն է որ ես խոսեմ արդեն նրա մասին ոչ թե ինչ են անում ձերբակալում է այլ ինչպես են անում տեսեք եւ հասարակության մեջ ամենա ցածր այդ զգայականները արտնացնում են այ ես ինձ է պետք այդպես է պետք այսինքն ցանկացած ժողովրդի մեջ եթե ղեկավարությունը սկսում է աշխատել նրա վրա որ ամենա դաժանությունը արտնացնել կամ բնազդների վրա այլ ոչ թե քննադատական մտածելակերպի վրա այո մենք ունենք դրա արգասիքը եւ այն կանայք որ դուք ասում եք ես երկու անգամ միջև անգամ երես այսպես հանդիպել եմ այո ես արդեն ունեմ անուն իրենց հայոյաստանցիներ ես ասել եմ որ Հայաստանում բաժան է քանում հիմա Հայաստանում ապրում են հայաստանցիներ եւ հայոյաստանցիներ դրանք հասուն տարիքի տհաս ամբողջովին մտածելակերպ ունեցող նրանք ովքեր որ արտահայտվել են ղեկավարի այս կամ այն բարեմասնության մասին որ կարոտ են պես եւ այլն դա դուք պատկերացնում եք դա ինչ մակարդակ է փաստորեն այսինքն մենք ունենք դա եւ երկրորդ հանգամանքը բերել են ուժայինների մեջ իրավապահ մարմինների մեջ դրել են կանանց եւ կանանց ղեկավարությամբ է իրականացվում ավելի
ակտիվ այդպես չի եղել մեզ մոտ։ Ակտիվ կանանց հետապնդումը։ Դա էլ մի նոր այդ բսկտելու հասարակությունը բսկտելու չկա հիմա որ կանանց ձայնը սա է կամ երիտասարդների չկա այդպիսի բան։ Տիկին Ալավերդյան 37 թվականին բոլշևիկները էլի կանանց էին օգտագործում։ Այո, մարդկանց բռնելու քննարկարը։ Դուք ինձնից երկար ապրեք, Աստված տա։ Բոլորն էլ թող երկար ապրեն։ Նույն ձևի զարմանալիորեն այն այսպես մատրոս Ժելիզնյակի ժամանակի բոլշևիզմի անկրկնելի ուղղակի նմանությամբ իրենք անում են դա նույն եկեղեցու հանդեպ բոլորը դա այնքան հստակ է եւ ով է դրան ոգևորողները ովքեր են հետ քրիստոնեական, այսինքն պոստմոդեռն կամ պոստքրիստոնեական Եվրոպա։ Գլոբալիստական։ Այդ գլոբալիստները ես դրա համար եմ ասում։ Նույն դրանք նեոբոլշևիկներին շատ նման են։ Շատ ավելի նման են, իհարկե, որովհետև մերժում են աստուն, մերժում են ազգություն, ընտանիք, մերժում են կարգ ու կանոն։ Այո, դա հասարակ դա հիմա նշենք որ սա եվրոպական արժեքներին չի վերաբերվում, արժե համակարգին, տրադիցիոն Եվրոպային, այն դասականին չի վերաբերվում, բայց այսօր մենք ապրում ենք այլ ժամանակներում ու դրա համար ծափահարելով են ընկալում ամեն ինչը, ինչ արվում է Հայաստանում եւ եկեղեցու դեմ։ Եվ մեր էլի եմ ասում, չնայած դրան, որ շատ կարևոր բան է այդ քաղբատարկյալները, բայց դա էլի շղթայի մի կողմ է հիմա, բայց ինչու ենք դրա վրա ուշադրություն դարձրել, որովհետև դա ամենամարդկային հագեցված խնդիր է։ Ես կարծում եմ այսօր ամենավտանգավոր պետության համար խնդիրը դա այսպես կոչված անկլավների խնդիրն է ու հույսով եմ մենք ձեզ հետ կարող է էլի դրա մասին առանձին խոսենք բայց քանի որ կա այդպիսի բան որ ստեղ մարդկանց մասին է օրինակ նույն Արեգնազ Մանուկյանը ես հիշեցնեմ որ երբ որ Թուրքիայում դինքին սպանեցին դուրս եկան հազարավոր մարդիկ ասեցին ես դինքն եմ հիմա ճիշտ ժամանակն է ես ասեմ ես Արեգնազ Մանուկյանն եմ ինչ է ինքը արել ավելի ինչ է որ ես չեմ անում ես քննադատել եմ սկսած 90 թվականից բոլորին Սամվել Կարապետյանի ժամանակ ասել է եւ մեր ձևով կանենք ես միշտ ասում եմ ես էլ իմ ձևով կանեմ իհարկե ես այդ ռեսուրսը կամ ունակությունները կամ հնարավորությունները չունեմ բայց ազատ արտահայտվելու այդ այլախոսության համար հետապնդումը եւ ոչ թե ուղղակի հետապնդում այլ դաժան ու արժանապատվությունը նվաստացնող մեթոդով սա է առանձնահատուկ այս մեր օրերի համար եւ եթե մենք դա չկանգնեցնենք եւ անգամ ոչ թե միայն այդ հանձնաժողովը մենք ունենք հիմա որոշ նոր կառույցներ հասարակական կազմակերպությունների դա նույն քաղաքական իրավունքների պաշտպանության կենտրոնն է եւ այլն ես կարծում եմ որ նոր այդ կառույցները պետք է կարողանան ցույց տան ոչ թե այդ հնարած իրական Հայաստան այլ իսկական Հայաստանի ձայնը եւ մենք պետք է չթողնենք որ միջազգային հանրությունը մեզ դնի ամենացածր մակարդակի ժողովրդի դեմ այն ինչ որ անում է այսօր նույն այդ ֆոն դեր Լայենը բաց են շուկաները ով է ֆոն դեր Լայենը որ շուկաներ բաց է Եվրոպայի նա ուղղակի խոսում է մի հասարակության հետ որին խաբում է Տիկին Ալավերդյան մի շատ վտանգավոր երևույթ եմ ես նկատել 8 տարիների ընթացքում այս իշխանությունը ժողովրդին սովորացրեց մտածել իր պես հիմա օրինակ մեր քաղբանտարկյալների հետ կապված հենց պաշտոնատար անձինք խախտելով անմեղության կանխավարկածը շատ հանրային խոսքի մեջ պնդում են որ այս մարդիկ օրինակի համար գործել են այս հանցանքը առանց վերջնական մեղադրանքի կամ արդարացման սպասելու հետևաբար արդեն հասարակությունը ընդունում է իշխանության այդ գաղափարը եւ նույն խոսույթով ինքն է արդեն հանդես գալիս ինչպես ասեցի դա կտրվելով իր սեփական կարծիքից չէ տեսեք դա հենց այդ
ինֆորմացիոն քաղաքականության արդյունքն է։ Բոլորը գիտեն, դա այսպես ասած նորություն չի, որ խոսքը, որ դու ասում ես, մանավանդ իշխանությունը ասում է, դա դեռ սովետական ժամանակում է, դա հեռուստատեսությամբ ասել են, ուրեմն ճիշտ են ասում։ Այսինքն Թերթի մեջ գրածը որոշակի հեղինակության այսինքն այդ այսպես ասած հնարավորությունը իրենք չեն բաց թողում եւ խայտարակ ձևով այո այդ այսպես ասած վարկածների բոլոր տեսակները ես էլ չեմ ասում որ արժանապատվությունը նվաստացնող տեսեք ինչ է գրված սահմանադրության մեջ արդեն ծիծաղում են որ սահմանադրության անուն տալիս ես բայց երրորդ հոդվածի երրորդ պարբերությունը ասում է իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով Իսկ ինչ է անում իշխանությունը սահմանափակում է մարդու իրավունքները մասնավորապես այլախոսությունը ամեն անգամ 2018 թվականից ես ասում եմ նույն բանը ես ունեմ այլ կարծիք ես համաձայն չեմ այս իշխանությունների քաղաքականության հետ եւ ես ասում եմ ինչի հետ չեմ համաձայնվում ես համաձայն չեմ որ Հայաստանի որևէ ղեկավար գնա եւ 3 հոգու մեջ հայտարարի որ Արցախը դա Ադրբեջան է ես համաձայն չեմ որ նա զրկի Հայաստանի քաղաքացուն որը ապրում է այլ երկրում եւ հասկանալի է դա ինչպես է եղել զրկի նրան ընտրվելու եւ ընտրելու իրավունքի Եվ շատ բաներում համաձայն չենք Տիկին Ալավերդյան Պարզապես ասում ենք համաձայն չենք հիմա բոլոր նրանք ովքեր որ կամ քաղաքականության մեջ ես երդվյալ անկուսակցական եմ կարող է պատահի դա եւ ես չունեմ կազմակերպած խումբ որով երբ որ դա ասում է որևէ քաղաքական գործիչ որը կուսակցության ղեկավար կամ որևէ մի ռեսուրս ավելի մեծ ունեցող նա անմիջապես ձերբակալվում է Ցավոք Տիկին Ալավերդյան շատ շնորհակալություն մեր ժամանակը սպառվեց շատ հետաքրքիր բովանդակալից զրույց էր հիմա Անդրանիկ Թևանյանի խոսքերը հիշեցնենք ով կալանավայրում է շինցուկրիական գործով բայց նախքան կալանավորվելը բազմաթիվ քաղաքական վերլուծություն կանխատեսում չարել է որը կարծես իրականություն է դառնում ցավոք սրտի եւ այդ լսելուց հետո արդեն կհյուրընկալենք մեր մյուս հյուրին Տիգրան Աբրահամյանին ազգային ժողովի պատգամավոր Շնորհակալություն Ես եմ շնորհակալ մենք ենք շնորհակալ Տիկին Ալավերդյան այսքանը մի քիչ հետո կմիանանք արդեն Տիգրան Աբրահամյանի հետ Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի մեկ մեծ սուտ եւ բազում ճշմարտություններ թող զարմանալի չթվա սուտը վերաբերում է խաղաղությանը ինքը խափում է որ խաղաղություն է արդեն բերել մնացած մասերով ճիշտ է ասում որոնք են այդ ճշմարտությունները ինքը չի թաքցնում որ առաջնորդվում է թուրք-ադրբեջանական օրակարգով եւ չի թաքցնում որ ակնկալում է ոչ թե Հայաստանի քաղաքացիների այլ արտաքին ուժերի աջակցությունը Եթե աստված մի արասի հանգած 97-ին բան չփոխվի Հայաստանը լուրջ կատակլիզմների մեջ է հայտնվելու եւ իրական պատերազմը իրական կորուստները իրական հետընթացը ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետության պահպանման պարագայում հակառակ պարագայում մենք ստանալու ենք շանս հնարավորություն գնալ դեպի անվտանգություն խաղաղություն եւ զարգացում Հարգելի հեռուստադիտողներ ավելի շուտ ես չեմ վարժվում այդ բառին հա հեռուստադիտող YouTube դիտողներ մենք շարունակում ենք Պոդքասթը, ինչպես արդեն նշել էի, այժմ հյուրընկալել ենք ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, բարև ձեզ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Այս վերջի շրջանում, պարոն Աբրահամյան, կարծես մի քիչ մոռացել ենք մեր կորուստները, ինչ ունենք 18 թվականից հետո տարածքային մարդկային եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը զբաղված է քաղբանտարկյալների, քաղաքական բռնաճնշումների, հետապնդումների, սահմանադրական կարգի խախտումների, ընտրություններ կեղծելու, մանդատներ զրկելու, մի խոսքով, ինչ որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված
խառը խնդիրներ իշխանությունների կողմից անընդհատ հարձակումներ այս ուղղությամբ եւ ուշքի չես գալիս այդ ամեն ինչից նոր զրուցում ենք Տիկին Ալավերդյանի հետ ով ուղակի կապ տեսավ Նիկոլ Փաշինյանի տարածաշրջանում հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող քաղաքականության եւ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող այս գործընթացների հետ կա նման կապ ձեր կարծիքով Միանշանակ կա որովհետև երբ որ մենք առանձին դրվագներով առանձին իրադարձությունների անդրադառնում ենք, մենք տեսնում ենք դրանց փոխկապակցվածությունը։ Օրինակ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները։ Ինչ տեղի ունեցավ Շվեյցարիայում հայոց հայրապետի այցներ, որտեղ խոսվեց արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, Ադրբեջանում հնչեցին հայտարարություններ այն մասին, որ հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է խաղաղության գործընթացին, դրանից անմիջապես հետո Փաշինյանական իշխանությունը ինտենսիվացրեց գործողությունները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչ եմ ասում ինտենսիվացրեց, որովհետև 2018-ից սկսած դրանք տարբեր հանգրվանային փուլով արտացոլված են եղել, բայց այդ փուլը կարծես թե ազդանշան է։ 18 թվականին իմիջիալս Վեհարան էին օկուպացնում։ Այո, Շատերը հիմա մոռացել են։ Խոչընդոտում էին նաև կաթողիկոսի տեղաշարժին հետո Այո։ Եվ ինչ եմ սա ասում, որովհետև նույնը վերաբերում է նաև Արցախի թեմային։ Արցախի թեմային ոչ միայն որպես բանակցային գործընթացի մաս, այլ նաև վերաբերում է առհասարակ արցախցիներին։ Երբ որ արցախցիները բռնի տեղանությունից հետո սկսեցին 23 թվականից հետո պաշտպանել Արցախի պետական ինստիտուտները, խոսել արցախցիների Արցախ հավաքական վերադարձի մասին, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանում խաղաղության գործընթացը խաթարված է կամ վտանգված է, որովհետև կան այս տիպի հայտարարություններ եւ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը սկսեցին կոնկրետ գործողություններ եւ Արցախի պետական ինստիտուտների մասին եւ սկսեցին հրապարակային հայտարարել, որ հարցը այլևս փակված է եւ արցախցիների թեման բացառապես սոցիալ-տնտեսական էր, ով խոչընդոտում էր միանգամից իշխանական մահակի տակ էր եւ սա բազմաթիվ օրինակներ են։ Հիմա մեկ կարևոր այս հանգրվանի հետ կապված սկսել է քաղաքական գործիչներին թիրախավորել, հենց քաղաքական գործիչներին։ Վերջի 1 տարվա ընթացքում, բայց ինտենսիվությունը աճեց արդեն նախընտրական շրջանում, Անդրանիկ Թևանյան, հետո Արմեն Աշոտյան, չէ՞ մի քանի օր հետո Արմեն Աշոտյանն էր, հետո Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Գագիկ Ծառուկյանի հետ խայտարակ ձերբակալությունը։ Կարծես հիմա թիրախավորել է կլասիկ քաղաքական գործիչներին, եթե այդպես կարող ենք ասել, ու սա էլ է կապվում այդ իր ճակերտավոր խաղաղության գործընթացի հետ, այսինքն Բաքվից ինչ որ պահանջ կա, չեմ հասկանում։ Տեսեք, ակնհայտ է, որ այն մարդկանց անունները թվարկեցիք եւ բազմաթիվ նաեւ այլ անձեր, մյուսներն էլ կան, նաեւ ազատության մեջ գտնվող նաեւ շատ մարդիկ այսօր պայքարում են այսպես ասեմ, անկորուստ Հայաստանի համար, այսինքն ցանկացած հարց, որը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության խախտմանը, ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի երրորդ երկրներից կառավարմանը եւ բոլոր այն գործիչները, որոնք սրա դեմ հանդես են գալիս, նրանք անդադ հանդիպում են իշխանության դիմադրությանը։ Հիմա տեսեք, այդ որոնք այն թեմաները, որոնք ես խոսեցի, հայ առաքելական եկեղեցու հետ կապված, Արցախի հետ կապված, նաև ձեր կողմից նշված անձինք եւս բնականաբար եղել են այդ հարցի պաշտպանողների շարքում եւ բնականաբար սա որևէ ձեւով իշխանության համար չի կարող կոմֆորտ ապահովել։ Տեսեք, կապը անուղղակի եւ ուղղակի ձևով այստեղ հստակ արտահայտված է, որովհետեւ նաեւ եթե հաշվենք առում այն հանգամանքը, որ այստեղ նաեւ զուգահեռ գնում է աշխարհակաղակական դիմակայություն, որտեղ Ռուսաստանը ունի ներկայացվածություն ու ավանդական ներկայացվածություն եւ կան շահագրգիռ պետություններ, որոնց կռիվը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությունն է, ոչ թե Հայաստանի զարգացումն է, այլ պարզապես այս ռեգիոնից Հայաստանից դուրս մղելը, բնականաբար այս ամբողջ process-ում նաեւ Փաշինյանը ունի ձևավորված կոնսենսուս, նաեւ միջազգային կոնսենսուս եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ Հայաստանում աննախադեպ քաղբանտարկյալների արգայության պայմաններում այն միջազգային կառույցները, պետությունները, որոնք ավանդաբար
խոսում էին խախտումների կամ պայմանական խախտումների մասին, այդ կառույցները պարզապես գոյություն չունեն, այսինքն կամ լոյալություն է, կամ ավելին ասեմ, նույնիսկ հնչում են հայտարարություններ, որ այս տպավորություն ստեղծում, որ ավելին օժանդակում են կամ կանաչ լույս են վառում այդ գործողությունների համար։ Հիմա նայեք, եթե մենք ամբողջության մեջ ենք նայում, մի քանի խնդիր է լուծվում այս կալանավորումներով։ Առաջինը փորձում են իջեցնել աղմուկը, ճակերտավոր աղմուկն եմ ասում, մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այն խնդիրների մասով, որոնք տարբեր միավորներ եւ քաղաքական գործիչներ փաստորեն բարձրաձայնում են։ Սա մեկ։ Երկրորդը սահմանափակում են այն մարդկանց թիվը, ովքեր առաջին շարքերում են եւ պայքարի տարբեր process-ներով մշտապես իրենց հստակ դիրքորոշումը արտահայտել են։ Եվ երրորդ, որը ոչ պակաս կարևոր է, կոնկրետ մարդկանց թիրախավորելով նաև փորձում են փակել հասարակության մեծ թվով շերտերի բերանը, ցույց տալու համար, որ ձեր ցանկացած ազատ խոսք կամ պայքարի դրսևորում այս ով էլ արտահայտվելու է։ Ինքնագրաքննության նման մակարդակ ես կարծում եմ, որ բոլորն են իրենց վրա զգում, թե ստատուս գրելուց, թե արտահայտվելուց երբևէ չի եղել։ Ազատ խոսքի նման սահմանափակում տարբեր մեթոդներով, որ ասենք ստատուս գրելու համար մարդը կարող է ուղղակի հարցաքննել, հետախուզվել, հետո էլ ինչ են դրել Ալեն Ղևոնդյանին էս վերջերս։ Խոսքի իրավունքի ըստեյության սահմանափակում։ Ոչ բան չես կարող ասել։ Ընդ որում ասեմ, որ այստեղ կա սրա մի հատ նախափուլ է կա, որը արտահայտվում է միջև սա, դա քարոզչական հարցակումներն են, որոնք իդեպ շատ ավելի նման են իրենց սիրած հիբրիդային պատերազմի մեխանիզմներին եւ որոնցով փորձ էր արվում թիրախավորվել տարբեր միավորների քաղաքական կամ գործիչների, ըստ էության այդ process-ը սկսվում է դրանից, այսինքն երբ որ սկսում է մեկ գործիչ 1, 2, 3 անգամ արտահայտել մտքեր, որոնք ամբողջությամբ հակասում են իրենց հիմնական նարատիվներին, սկսում են քարոզչական հարձակումները, տարբեր ֆեյքային, ոչ ֆեյքային, նաև պաշտոնատար անձանց կողմից ուղղորդված եւ բնականաբար դրանք ամբողջությամբ կառավարում են, որտեղ հստակ դրա հետագծից նկատելի է։ Իսկ հետագայում արդեն իշխանությունը ըստ նպատակահարմարության փորձում է գործել։ Ինչ է անում։ Ինչ-որ մեկի դեպքում երկրից ելքի սահմանափակում է դնում, ինչ-որ սփյուռքայի դեպքում մուտքի սահմանափակումները մտցնում, որոշների դեպքում դնում է օրինակ վարչական վերահսկողություն, շատ դեպքերում մարդիկ ասում են հա լավ, կարևորը բանտում չի, բայց մարդը վարչական վերահսկողության տակ է, ժամային առումով սահմանափակումների մեջ է, շարժի առումով, խոսքի առումով սահմանափակումների մեջ է, օրինակ, չգիտեմ, շատերը միգուցե լսած չլինեն, օրինակ այնտեղ բան կա, այդ վճռի մեջ գրում են, որ դու մարդաշատ հավաքներին չես կարող մասնակցել։ Հա, ճիշտ է, ես լսել եմ, ես չեմ հասկանում, այդ ինչ է։ Հիմա օրինակ ես ասեք շուկա կարող է գնալ։ Հիմա այդ մարդը չգիտի, մարդիկ կան սքարողություններ չեն մասնակցում, ասում են մարդը շատ է, կարող է Հայաստանյան շատ մարդ լինի չի կարող։ Հա, Հայաստանյան դատարանը է, էլի չգիտենք ինչ կարա տեղ ունենա։ Այսինքն բաները կա, որ մարդիկ չգիտեն, մարդիկ հիմնականում ֆիքսում են դեպքերը, երբ որ ինչ-որ մեկը կոնկրետ նստած է։ Բայց այդ վարչական վերահսկողություն բան եւ այլն դա չի ֆիքսվում։ Մեկ է մի կարևոր բան է կա, այսօր ճիշտ ասած դրա մասին գրել էի, որտեվ այդ մասին գրեթե չի խոսում կամ առասարակ չի խոսում։ Տեսեք, այս 5 տարիների ընթացքում հազարով մի բան ա եղել մեր երկրում եւ տարբեր փուլերում տարբեր մարդիկ քաղաքական հայացքների համար նստել են։ Հիմա մենք այս ողջ ընթացքում, այդ թվում նաև Արեգնաս Մանուկյանը այդ իր պատգամավորական լիազորություն շրջանակներում գնացել ենք տարբեր մարդկանց են գայցել տարբեր քերակադրողական հիմնարկներում։ Պայմանական թե վերցնենք դիմադրության շարժումը, այդ ժամանակ էլ շատերի դեպքում կալանավորում տալիս էին, հնարավորություն չէր նույնիսկ պատգամավորների համար, հատկապես սկզբնական շրջանում նրանց այցելելու։ Կարող է մի 20% մասով լիներ, բայց մնացածինը չէր լինում։ Հետո 2 ամիս, հետո 4 ամիս, հետո աստիճանաբար մի քիչ թուլացնում էին։ Հիմա կոնկրետ էս ընդրական ցիկլում առնվազն ես չեմ ճանաչում որևէ մարդու ու մոտ մուտքը բաց է։ Շատ շատերի դեպքում ես եմ հետաքրքրվել,
падգամավորների բանտ այցելելու եւ այս ընտրական process-ներից երբ որ ասում եմ ընտրական process-ները պարտադիր չի դրա համար կալանավորվածել են, որովհետեւ այնտեղ անուղակի եւ ուղակի կապեր կան։ Հիմա այս փուլում որևէ մեկին հնարավոր չի լինում այցելել, այսինքն սա էլ է միջոց այդ մարդկանց կոնկրետ մեկուսացումը ուժեղացնելու, ճնշումները ուժեղացնելու, ազդեցությունը այդ մարդկանց վրա մեծացնելու համար եւ բնականաբար այս իշխանության գործիքները սրանցով չեն սահմանափակվում։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ հենց կանանց հետապնդելու այս մոլուցքը ինչով է պայմանավորված։ Ես կարծում եմ Սա իմիջայլոց լրացնեմ Աննային, սա ինչ որ օրինաչափություն է դառնում տարբեր ձևերով, հա, մանկահասակ երեխայի մորը ձերբակալում ու կալանաձերբակալում են, թե կալանավորում են, դո Արեգ Նազմանոկյանին, Լիդիա Մանթաշյան, այսինքն ձեռագիր է դառնում ու սա դառնում է նորմա հասարակության համար, ոնց որ Պանդորայի արկղ բացած լինեն։ Սա երբ որ հիմա ես ասեմ որ կարմիր գիծը հատվել, հիմա շատերը ովքեր այս բանը մեզ լսում են կամ հետո կլսեն, մեզի կասեն դե գիտեք, իշխանությունը մի անգամ չի որ այդ կարմիր գծերը հատել է, բայց մեր հասարակության մեջ կնոջ դերը ամեն դեպքում այլ ձևով է արտահայտված եւ բնականաբար կնոջ դեմ այդպիսի հարցակումը լրիվ այլ ազդեցության է բերում, բայց սա պատական չի անում, ես վստահ եմ որ իշխանությունը սա հաշվարկել է, ավելին ոչ միայն հաշվարկել է եւ սա նպատակային է օգտագործվում, որովհետեւ մեր հասարակության մեջ քիչ չեն կանայք լրատվական միջոցների առումով որպես լրագրողներ, հաղորդավարներ, որպես քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվություն ներկայացնող մարդկանց, որոնք բավականին ակտիվ են, կոշտ բառապաշար են կիրառում, պայքարի բոլոր փուլերում առաջին շարքում են եւ իշխանությունը մարդկանց ազդակ է ուղում առայն, որ մենք չենք նայելու որևէ բան, կին է, տղամարդ է, երեխա ունի, չունի եւ այլն, որտեղ մեր համար որևէ տաբու գոյություն չունի եւ սա նաեւ ըստ էության անուղակի առումով միգուցե հիմա այդ օրը չի դրա մասին խոսել, բայց սա նաեւ արժեհամակարգային նաեւ հարված է այնպեսի մեր համար կարևորագույն ինստիտուտների նկատմամբ, որոնք տարբեր փուլերում մենք չենք էլ մտածել որտեղ կարող խնդիր լինի, այս պայնը խորքային դրա քննարկումը չի էլ գնում, որովհետեւ նայ անուղակի էֆեկտով նաեւ ստեղ է գալիս խփելու, բայց կրկին վստահ եմ, որ իշխանությունը դա գիտակցաբար է անում։ Դե արժեհամակարգայինը ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե ասենք արժեհամակարգ ունեցող հստակ իշխանություն լիներ, մենք կարծում եմ այս փուլերով չէինք անցնի։ Եթե չկա այդ ամեն ինչը, այսինքն եթե մենք խոսում ենք կարմիր գիծ անցնել չանցնելու մասին, իրենց համար այդ գծերը խիստ պայմանական են։ Իմ մոտ այդպիսի ընկալում կա։ Ես ավելին ասեմ, կարծում եմ ի սկզբանե հենց առաջին խնդիրը դա է դրված եղել, որպեսզի հասարակությանը կոդրեն, իսկ հասարակության կոդրելը ոչ թե ծեծու ջարդով կամ քննադատությամբ է, տարբեր ֆիլտրեր մտցնելով է, այլ առաջին հերթին երևացող եւ չերևացող, այսինքն ֆորմալ եւ ոչ ֆորմալ այդ ինստիտուտները եւ համակարգերը կոտրելն է եւ այս տեսանկյունից առանց այդ ճանապարհով գնալու շատ դժվար կլիներ այս դեգրադացիոն, այս գործընթացը առաջ մղել, որովհետեւ վստահ եմ որ դուք էլ գիտեք, դուք էլ եք դրա մասին հաստատին շուտ փուլում մտածել, թե օրինակ ոնց կարա այսպիսի մի իրադարձություն տեղի ունենա եւ մեր հասարակությունում դրան շատ չափավոր ձևով արձագանքի։ Դե դա առաջինը Արցախի պահն է։ Այո, եւ դա հենց է դրանից է, որովհետեւ միջև դա բաներ են ջարդել, կոդրել, եկել եւ այլն։ Այո, ցավոք դա այդպես է դարձել։ Հիմա կանանց դեպքում էլ դա հենց Արեգնազի դեպքում, երբ որ մեղադրանքի մեջ ոչ մի հիմք չկա, ինչը փաստում են փաստաբանները, այսինքն պատճառ չկա, թե ինչի համար են այդ մարդուն տարել, եւ այս պայմաններում նույնիսկ արգելում են ընտանիքի անդամներին, նույնիսկ երեխային պարզապես տեսակցություն։ Արեգնազի կենտրոնական դրական հանձնաժողովի դիմաց այդ ակցիայի օրն եմ հանդիպել, այդ թեմայով ճիշտ ասած զրուցել էի, ակնհայտ երևում էր, որ ինքն էլ տեսնում էր, որ իր դեմ process կար, խոսել եմ, ասել եմ հետաքրքրել, ասեմ ինչ մասն է, ընդհանրապես ինչ է եղել։ Դե իհարկե այնպես չէ, որ դրա մեջ ինչ-որ իրավական բան էի փնտրում, որը չէի գտնում եւ այլն։ Հա, բայց դե հիմա մարդուն տեսնում ես, քեզանից անկախ հարցում ես, ասում ես, բայց ինչ է եղել, որտեվ արդեն մի անգամ եկել են, չէ՞, տուն ֆրանսել էին, ծնություն էին արել, թե ինչ էին արել։ Ընդ որում ես 3 դեպք այս պայն հիշում եմ կալանավորումների մասով, Արեգնազից առաջ Լիդիան էր, Լիդիայից առաջ Գոհարի դեպքում, Տաթևը, ճիշտ է, Գոհարին քիչ պահեցին, եթե չեմ սխալվում,
ոնց որ Իրանը ոնց որ ձերբակալություն էր, կալանավորում չեղավ, էլի սահմանափակումներ կար, բայց Տաթևներ, ով երկար տարիներ Խարվաճառում էր ապրում, դեպի եղբայրը զոհվել էր, ակտիվ աղջիկ էր, ու աղջիկ չէր, աղջիկ է, հիմա էլ բավականին ակտիվ, Լիդիայի դեպքում էլ որոշակի առանձնահատկություն կար, Շատերի սահմանափակումները մեղմացրել են, Լիդիայինը չէին մեղմացնում։ Մինչև վերջին պահը Լիդիայի մոտ այցելությունները թույլատրված չէր։ Դրանով նաև փորձում էին ճնշեին եւ դիսկոմֆորտ վիճակ ստեղծեին նրա պայքարին գեների համար, առաջնորդին օրինակ Բագրատ Սրբազանի ու մոտ սահմանափակումները մեղմացված էր։ Գնում էինք Բագրատ Սրբազանի մոտ կամ Սարգսյան Արտուրի մոտ էին գնում, բայց Լիդիայի մոտ սահմանափակում էր մտցված եւ այլն։ Եվ բնականաբար այդ նույն այդ արժե համակարգային տեսանկյունից իրանք գիտեն, որ դա չի կարող այդ գործով անցնող տղամարդկանց համար այդպիսի զգացում չառաջացնել եւ իրանք դիտման պանում էին եւ երևի նոր բան չեմ ասի, թե նշեմ, որ իրենց համար խափման միջոցը կալանքը այսօր դարել է որպես պատժի միջոց շուտվանից հենց սկզբից իրենք որ աս մարդում հասարակության մոտ ոնց է ասում են բռնին մարդուն, չէ՞։ Դատարանի որոշում կա, չկա, արդեն շատերին չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է ճաղերի հետևումը։ Ինքն էլ այդ բանը օգտագործեց, բռնե, ով իր դուրը չի գալիս, այս մարդը բռնեք, հանեցին, որ բռնած նստած է։ Արդեն դատարանից դատարան գնան, քննչականից մյուս մարմին գնան հասկանալու համար։ Ես հիշում եմ, թե օրինակ 4 տարի առաջ ինչպես էր, երբ որ մարդ էին բռնում, ակտիվ մարդ էին բռնում, տոնես խառը մարդիկին գալի չէի հասկանում, թե այս մեկի կապը ոնց էր, հետո բարձում է ամեն մեկը միտեղ տեսել էր, լսել էր, որ sense բան կա, հելին եկել են իրենց դիրքորոշումը, այո, արտահայտելու համար։ Հիմա նույն օրինակ Արեգնազի դեպքում իհարկե Արեգնազի ժամանակ ես երկրում չեմ եղել, բայց օրինակ այս վերջերս էլի մարդիկ են եղել, իմացել եմ կալանավորման դատերին գնացին, ես չեմ իմացել։ Ես որ միշտ ակտիվ տարբեր տեղեր գնում եմ, որովհետև այն ժամանակ նույնիսկ մեդիայի արձագանքը լրիվ այլ էր, որովհետև մարդկանց համար բան էր, էլի։ Էզևի մարդու են բռնել, Էզևի մարդու են բռնել բան։ Հիմա այնքան շատ է մարդկանց հիմա նորմա է արդեն ձերբակալությունը, կալանավորումը, այդ ես հոգեբանական խոշտանգում եմ սա որակում, երբ մարդուն սահմանափակում են բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ, խոշտանգում է, էլի հոգեբանական խոշտանգում է, միանշանակ։ Եվ մարդիկ չեն հասցնում, շատ կարևոր բան նշեցիք, որ առաջ շատ փոքր չէր, բայց այս ծավալները չուներ, նորմա չէր եւ հասցնում են տարբեր տեղեր գնալ, բայց մեկ բան էլ այդտեղ պետք է նշել, որ ֆրագմենտացիան հիմա թե առաջ չեմ կարող ասել, այդ կարող եք արդեն դուք գնահատել, բայց այս վերջի շրջանում օրինակ ես դրական տեղաշարժ եմ տեսնում, այդ ֆրագմենտացիան ներքին հակադրությունները հաղթահարելու մեկ ճակատով է անօրինությունների դեմն առնելու, բայց մի ժամանակ կար, հիմա էլ կա, բայց ավելի քիչ, էլի նշեցի, որ սա իրենց քաղբանտարկյալն է, սա նրանց քաղբանտարկյալն է, նույնիսկ խոստովան ենք, հա, պահեր կա, որ մեկին բռնում է, մյուսը ուրախանում էր ընդդիմության դաշտից։ Տեսականորեն կարել էր, բայց ուտ մարդկային չէ, Տեսականորեն ոչ քաղաքական էլի բաներ։ Հա, դա անտանելի, օրինակ ինձ համար դա անտանելի է։ Ես ինչքան էլ չսիրեմ, չընդունեմ իր գաղափարները, բայց որ ակնհայտ տեսնում ես մարդուն ձերբակալում են, ոչ մի բանի համար քաղաքական հետապնդում է այդ ամեն ինչը, չես կարող դա այդ անունը չտալ, չասել, չդատապարտել, ել եմ ասում, կարող ես իրանից զզվեմ, չընդունեմ, բայց պետք է արդարության դեմ բան չանես, էլի։ Իմիջիալոց այս մասով մի հատ գաղափար կա, որը երևի առնվազն 1 տարի, բայց երևի ավելի շատ անդադաշտում շրջանառվում է։ Ստեղծելու մի հատ մեծ ընդհանուր հարթակ, որը կզբաղվի բոլոր քաղբանտարկյալների թեմայով։ Հիմա կան տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնք շատ լավ աշխատում են տեղերում, զեկույցներով, դուրսը, ներսը եւ այլն, բայց ամեն դեպքում այն նպատակը բերել բոլոր ջանքերը միտեղ համատեղել կարծացի չի ստացվում։ Չէ, ես լրացնեմ, այստեղ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով վերջերս ստեղծվեց 2 օր առաջ, հա։ Լարիսա Ալավերդյան, Ստեփան Դանիելյան, Աննան Մկրտչյան, միջոցառումը տեսել եմ ճիշտ ասած, բայց գաղափարը ձեր նշած հարթակն է։ Ու Ձյունիկը, ես այնտեղ տեսա մարդկանց, որոնց
այլ իրավիճակում ես նույն սեղանի շուրջ չէի պատկերացնի։ Ու ես դրա համար եմ ասում, որ ինչ-որ բան սկսում է Հասել ենք կոտրվել։ կրիտիկական պահի, որովհետեւ Մի բան ասեմ, չասեմ թե դրա հետ չեմ համաձայնվում, բայց տեսեք, ես օրինակ տարիներ այսքան տարիների ընթացքում ում հետ որտեղ գնացել ենք տարբեր կալանավայրներ, դատարաններ եւ այլն, ամեն դեպքում այդ մոտեցում այդ համերաշխությունը միշտ եղել է։ Միակ խնդիրը եղել է, որ դա ինստիտուցիոնալ դաշտի չի բերվել։ Հիմա եթե կա դες նախաձեռնություն, իհարկե ես կարևոր եմ գնահատում, մանրամասներին տեղյակ չեմ, թե ինքը գաղափարը ինձ ով է նաև Հենց քաղաքական իրավունքների հետ ինստիտուցիոնալ զեկույցներ, ցուցակագրում։ Հա, հիմա նայեք, օրինակ Սամվել Կարապետյանը հարցազրույցից մեկի ժամանակ ասաց, որ ընտրությունների ժամանակ 700-ից ավելի մարդու ձերբակալել են իրենց դիմակիցներից։ Օրինակ ես անակնկալ եկա, բոլորս է տեսնում եք, անդադար որ մարդը են բռնում էս են անում։ Նու կալանավորված չեն, տարբեր խափման միջոցներ է ընտրվել եւ այլն կամ ինչ-որ մարդ հետագայում, չգիտեմ, վկայի կարգավիճակով սկսել գործերով անցնել, բայց հսկայական թիվ է, այսինքն սա մի հատ բան չի, որ պետք է ասես գնա, կամ հետո դրանից հետո մի 5-6 հոգի էլ, կամ էզևի հարթակում կանգնեցնենք, խոսենք, անցնի գնա։ Այդ ամեն ինչը պետք է գնա դառնա պապկաներ, ամեն մեկի մասով գործով ավել։ Պատկերացնեք, չի ինչքան մարդու մենք չենք ճանաչում։ Այո։ Իսկ միջևը մարդկաց մասն են ասում, որ ասում են, բայց մարդը նստած է, որ գնաք կտեսնեք։ Ճշտում եք, դե տեսնում ենք, արդեն ասացի, որ հնարավորություն չկա, փակ է տեսակցությունը, բայց նա ես ասում եմ, այս մարդուն ոչ հանրային դեմք է, այս բան չի, այս չի, բայց այս մարդուն բռնել են։ Ընդ որում դա դիմացության շարժման ժամանակի կար, սրբազան շարժման ժամանակի կա։ Մարդկանց, որոնք հանրային ճանաչելիություն չունեն, բայց պայքարող մարդիկ են, հել են բռնել են, ու այդ մարդկանց թեման իրավական առումով, քարոզչական առումով, թեման նաև միջազգային հայցաններ ներկայացնելու առումով տարբեր տեղերում խափանումներ էր տալի։ Ոչ թե որ մենք չէինք ուզում, այս մի ուժը չէր ուզում, այս մի մարդ չէր ուզում, այլ ինստիտուցիոնալ պայքար չկար այդ մասում, էլի։ Դրա համար եթե դա կա, այդ հարթակը ստեղծվել է, հնարավորություն կա այս մեր խոսացած քննարկման շրջանակներում այդ մարդկանց թեմաների եւ իրավունքների պաշտպանության մասը ավելի համակարգված տանել, բնականաբար Դե հիմնական նպատակը դա է, երևի ընթացքում արդեն երևա։ Իշխանությունը այս ռեպրեսիաներով նաև այն մարդիկ, ովքեր դեռ ինչ-որ դժգոհություն չեն արտահայտել, բայց կարող են ինչ-որ պահի ուզենան արտահայտվեն, արդեն էլ կվախենան, որտեղ կարող մի օր մեկը ինչ-որ բան ասի, հիմա էլ իրանց տանեն։ Բայց այս ամեն ինչի դեմ հասարակությունը ինչպես կարող պայքարի։ Տեսեք, հասարակության տարբեր շերտեր յուրաքանչյուրը իր մտածողության, տրամաբանության, վերլուծության հիման վրա ունի այդ պայքարի իր մեջ սրտում գտնվող կետը։ Այստեղ խնդիրը նախաձեռնություններն են։ Քաղաքական կլինի, հասարակական կլինի, իրավապաշտպան կլինի։ Այսինքն ցանկացած իրավիճակում պետք է լինի process եւ մարդիկ հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը ապահովելու։ Ձեր հարցը շատ տեղին է, որովհետև ես էլ եմ տարբեր փուլերում անդադ հանդիպում եմ մարդու, ասում եմ, գիտես, ես sense մարդ եմ, իմ համար չգիտեմ, այս գործով եմ զբաղված, առավոտը գնում իրիկունը գարես եմ։ Ուզում եմ այս process-ին որևէ օգտակարություն ապահովել։ Հիմա դու այդ բան չես կարող որպես մասնավոր անձ կամ կարող է մտքովդ ինչ-որ բան անցնի իրան ասես, բայց ինքը չի կարող էֆեկտիվ լինի։ Կարող է իր համար մխիթարանք լինի, ինքը իր խղճի համար ինչ-որ բան անի, գնատուն ասի, ես մի հատ բան արեցի։ Բայց ընդհանուր պայքարում, այդ ընդհանուր ծովում դա մի կաթիլ, երկու կաթիլ բան է դառնալու։ Եվ այդ տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այդ հարթակները, որոնք ձևավորվում են կամ քաղաքական ուժերը, որոնք ունեն որոշակի ռեսուրս եւ կարողանում են մոբիլիզացիոն գործընթացների մաս կազմել, որպեսզի կարողանան հասարակությանը ուղղորդել այդ տեսանկյունից, թե յուրաքանչյուրը անկախ իր ռեսուրսներից, ֆիզիկական կամ, չգիտեմ, տրամաբանության տեսանկյունից հնարավորություններից, թե ինքը որտեղ կարող օգտակար լինի, որտեղ յուրաքանչյուրը մարդ ուղղակի իր համար չի կարող ընտրի, գնա մեկը սա անի, մեկը չի կարող հախուռն process լինի։ Կարող է այդ բանը որոշակի ուշադրություն իր մեջ պարունակի, կարող է օրիգինալության պարունակի, բայց մեկ այս ամեն ինչը պետք է բերել եւ մտցնել ինստիտուցիոնալ դաշտ։ Եվ ամենակարևորը կարծում եմ մարդկանց հոգեբանորեն պետք է գոտեպնդենք, որ այս ամեն ինչը վերջին 8 տարիներին շատ ուժեղ ազդել են մարդկանց հոգեբանության վրա, ընկճել են, սահմանափակել են, ուղղակի պայքարը շարունակեն, չկոտրվեն, չընկճվեն, որտեղ ցանկացած իշխանություն ժամանակավոր է, բայց մեր հայրենիքը պետք է պահենք։ Եվ այդ ժամանակավորի հետ կապված մի բան լրացնեմ ու թող այդ մարդիկ հիշեն, որ հիմա
սոցցանցերում լրատվամիջոցներում հանդես են գալիս կներեք այդ բառապաշարը օգտագործելու համար կզսնելու, սատկացնելու, չգիտեմ, ասֆալտին փռելու, բանտարկելու այդ կոչերով եւ դրանց աջակցում են չնայելով կին, տղամարդ, մեղավոր է թե ամեղավոր չէ, այդ մարդիկ գոնե իրենց խղճի առաջ հետո պետքա պատասխան տան, հա ուղղակի անտանելի է նման բաներ լսելը։ Մի հանգամանք էլ ավելացնեմ, իհարկե ձեր երկուսի ասածն էլ կիսում եմ, բայց գիտեք, նաև այս տարիները ցույց է տվել, որ եղել են մարդիկ, ովքեր ասել են շարես փորձանքից հեռու մենք գնանք, մեր գլուխը պահենք կամ շատ շաբլոն բանա ձևակերպումա դառնում են քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց դա իրանց էլ չի շրջանցել։ Այսինքն մի հատ փուլում եկել է այդ մարդկանց էլ ախփել գնացել։ Այո։ Հիմա օրինակներ շատ կա, չեմ ուզում այդ ուղղությամբ տանենք, բայց սա ցույց է տալիս, որ դա էլ չի փրկում մարդկանց, եթե ինչ-որ մարդիկ մտածում են, անկախ նրանից բիզնեսմեն կլինեն կամ չգիտեմ, որ այլ զբաղմունք ունեցող մարդ կլինեն։ Այսօրվա այն բիզնեսմենները, ովքեր օրինակ իշխանության հետ համագործակցում են, իշխանության ֆոնդերին նվիրատվություններ են անում, ուխտը մի օր չոքելու է ընտրություններին գնում են եւ իրենց ծառայություններ են մատուցում, դե բնականաբար ես համոզված եմ, որ իրանք էլ գիտեն, իրանց ներսում գիտեն, որ վաղը անկախ նրանից թե իրանք դիրքորոշում կցուցաբերեն, կեցվածքը ինչպեսին կլինի, մեկը ցանկացած պահի կարա իրանց դեմել լինի, որտեվ օրինակ Ծառուկյանի այդ թեման, որը շատ ավելի արտացոլված էր, Սամվել Կարապետյանի հեծի թեման, որը կար, այդ սեփականության վերաբաշխման թեման, դա ամենասարսափելին է։ Սա լրջագույն խնդիր է։ Կարող է գիտեք, ինչ-որ խմբեր կան, որ հերվիս նայում են, մտածում են, ասում են, հեսա Նիկոլը կծախի կբաժանի ժողովրդին, բան, ինչը սեղանիկների վրա դրած, չէ՞, ասենք դոլարները շարած է Ծառուկյանի մուլտիվելնեսի փողերն է, ժողովուրդ ջան, ըստ լայքերի կբաժանի, բայց այստեղ կա ուրիշ հանգամանք, սա երկու ուղերձ կա, համ ներսին, համ դրսին։ Նույնիսկ այն ներդրողները, որոնք այսօր իշխանության հովանով կամ տանիքի տակ են, իրանք էլ այսօր ըստ պահանջի այդ ներդրումները չեն արել, որտեղ իրանք գիտեն վաղ այդ իրանց էլ է գալու կապնել։ Իրանք գնան ուրիշ անունով օֆշորներ այլ երկրներում, այլ մարդկանցով այնտեղ փող կդնեն, այս երկրում փող չեն դնի։ Էլ չեմ ասում արտաքին ներդրողների մասին, որովհետև ցանկացած խոշոր ներդրող, որը պետք է մտնի որևէ երկիր, բնականաբար շատ մեծ անալիզ է պատվիրում հասկանալու համար այս երկրում ինչ է կատարվում եւ այդ տեսանկյունից այս սեփականության դեմ այս ոտնձգությունները սա առաջին տեղում գտնվող խոչընդոտներն են, որոնց մարդկանց հետ են պահելու։ Այսինքն Ծառուկյանը իմ դուրը չի եկել, խլեք, Արարատ ցեմենտի գործարանը, չգիտեմ, մուկտիվելնեսը, հլավ, հեծը, հա, Սամվել Կարապետյանը, այսպես ասեց, հեծը բանան է, բայց դա սեփականության իրավունքը, դա սրբազան իրավունքներից մեկն է պետության։ Եթե խլում ես, ճիշտ ուրեմն պետություն չկա։ Այո, ճիշտ նկատեցիք, հա, դրսից նախ դա, երկրորդն դրսից մարդը նայում է, ասում է Եթե գամ, ասենք Նիկոլ Փաշինյանը մի հատ թարս նայեմ, կարող ասենք իմ միլիոնավոր դոլարների ներդրումը պետական, ասի, ասեք վեճ պետական է։ Եվ դա հետաքրքիրն ինչ է, որ ասում է ոչ թե հիմա արդեն վերաբաշխումը տենց դեմոնստրատիվ չեն անում, պետականացման մասին են խոսում, բայց էլի խնդրի էությունը ըստ էության չի փոխվում։ Որևէ ձևով չի փոխվում, ուղղակի հասարակության հնարավորինս մեծ խմբերի փորձում են ցույց տալ, որ սա մենք պետականացնում ենք, այդ փողը էլի ձեզ է գալու։ Սա այդ process-ի համար է արվում, բայց արտաքին ներդրողների տեսանկյունից, լուրջ ներդրողների տեսանկյունից բնականաբար իրենք այն ինչ որ տեսնում են կամ ինչ իրենց հետագայում մատուցվելու է, բնականաբար այս նույն եզրահանգման է բերելու եւ որևէ բան չի փոխվելու։ Շնորհակալություն, այսքանով ավարտենք, հուսանք, որ հնարավոր կլինի այս ընթացքը կասեցնել բռնաճնշումների, հակաիրավական գործողությունների, մի խոսքով գոնե նորմալիզացվի, հետո արդեն կտեսնենք թե ինչ տեղի կունենա, որովհետև երբ խաթարում է սահմանադրական կարգը, արդեն մարդու համար լուրջ իրավական, բարոյական ճգնաժամ է, որովհետև կա պետություն իր բոլոր ռեսուրսներով, սպառնալիքներով, ռեպրեսիաներով եւ կա անպաշտպան մարդ, որ ոչ մի բանի ուղղակի դիմադրելու հնարավորություն չունի, սա շատ վտանգավոր իրավիճակ է։
Ես էլ եմ շնորհակալ, հետաքրքիր եւ համոզված եմ նաեւ արդյունավետության համար։ Շնորհակալություն, Աննա, երևի այսքանով ավարտենք, ուղղակի հիշեցնենք, որ այսօր հյուրընկալել էինք ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանին եւ դրանից առաջ Լարիսա Ալավերդյանին, մարդու իրավունքների առաջին պաշտպան, եւ խոսում էինք բռնաճնշումներից, հակաիրավական գործընթացներից, հետապնդումներից, կարծես օրակարգի top 1 թեման դարձել են այդ խնդիրները, բայց կան նաեւ այլ խնդիրներ, երևի պարոն Աբրահամյանին այս վերջի էլի կհրավիրենք արդեն ռազմական տարածաշրջանային խնդիրներից խոսելու, այդտեղ երևի շատ բան կա խոսելու։ Շնորհակալ ենք։ Այսքանը կհանդիպենք։